Պարոն Խաչատրյան, երկու հատ փաստական սխալ ասցիք այստեղից։ Հուսով եմ դա միտումնավոր չեք ասել, այլ պատահաբար է ստացվել։ Առաջինը, որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոք էր։ Ասվել է Ղարաբաղի հարցն էր թոք, Հայաստանի վզին։ Դրանք շատ տարբեր բաներ են, եւ այդ Ղարաբաղի հարցը թոք սարքելու ամենակարևոր ուրեմն գործող անձանցից մեկը եղել է ձեր ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը, ընդ որում ումից որ այսօր ուրեմն դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով պահանջվող հայցագինը մոտավորապես այնքան է, ինչքան որ հիմա պետությունը վարկ է վերցնում Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրներն ապահովելու համար։ Պետությունը 250 միլիոն վարկ է վերցնում, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցերը լուծի։ Ռոբերտ Քոչարյանից ապօրինի գույքով մենակ հաստատված հայցագինը կազմում է $200 միլիոն։ Ղարաբաղից մեկ այլ, բայց ոչ բռնի տեղահանված Ռոբերտ Քոչարյանի, որը եկել է ու այստեղ դարել է դոլարային մուլտիմիլիոնատեր։ Բա մի հատ դրա մասին էլ խոսացեք, կամ ասում եք, բանը ես ասեցի, ասում եք պարոն Կոնջյանն ասեց, որ այնտեղ հեղաշրջում եղավ։ Ես այդպես չասեցի, ասեցի հեղաշրջում արեցիք, պարոն Խաչատրյան, եւ ձեր պատասխանատվության կտորը մի հանեք իմ խոսքից, որ գալիս եք եւ մեջբերում եք կառավարության ծրագիրը, այդ պահն էլ ֆիքսեք, որ դուք գնացիք եւ այնտեղ հեղաշրջում արեցիք, հետո լուծարեցիք Ղարաբաղը։ Հիմա էլ ասում եք, որ այդ հեղաշրջում արվողը դեմ չէր դրան։ Այսինքն դեմ չէիք, որ լուծարեիք հետո։ Սրա մասին եք խոսում։ Դուք ուրիշ բան ասեք, դուք ուրիշ բանի մասին խոսացեք, ո՞նց է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանից պահանջում են մոտավորապես այնքան փող, ինչքան որ պետությունը վարկ է վերցնում, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրը լուծի։ 200 միլիոն այնտեղ, 250 միլիոն այնտեղ։ Դրա մասին խոսացեք, հարգելի գործընկերներ, թե չէ եկել եք բաներ եք, հեքիաթներ եք պատմում։